Ես Մարտուն Գրիգորյանի շատ եմ հարգում, իր կյանքին մեռնեմ, հիմա էլ եմ ասում, Մարտուն ջան, կողքդ կանգնացեմ, եթե մի բանով պետք կլնեմ, զանգի կողքդ կանգնացեմ, ինքը շատ լավ տղա է, բայց ես կապ չունեմ իր հետ, էլի չգիտեմ կոնկրետ ինքը ոնց է մտածում, ես կարամ ենթադրեմ, ես նոր եմ իմացել, որ իրանց մեջ ինչ-որ խնդիրներ էլ եղել, մարդ ա մեռել, հասկանում եք, Մարտուն Գրիգորյանը Լուսինե ջան, առաջի հերթին հաշվետու է լեննական ընտրություններում, իր ընտրողների, մեկ էլ իր լեննականի Գյումրու թմի առաջ, այսինքն այդ թիմը հիմա որ Մարտուն Գրիգորյանն ինչ ասես ասում է խիչ ես միանում, կարող է թիմն է պահանջում որ չմիանա։ Հիմա պատկասեք ինքը այդ իրանց մեջ եթե թշնամություն կա, այդ թմերի մեջ թշնամություն կա, ընտրողների մեջ էլ ասենք, էդի կա, սենց կա, չէ, սենց համարենք։ Հələ պատկասեք ինքը հելներ ու հաջորդ օրը հենց Ռուբեն Մխիթարյանի նման հայտարարել որ միանում է։ Իր թիմը կարող է ասել դավաճան, ես ինչ ես անում։ Դա կարող դիտվել որպես դավաճանություն։ Այսինքն եթե Մարտուն Գրիգորյանը նույնիսկ ուզում է միանա, պետք է մի հատ խոսա իր թմի չելնի ու միանգամից հայտարարի, որովհետև այնտեղ ուրիշ պայքար է, բացի մեր 3 օր է խոսում է թիմի հետ։ Դե հա, պետք է փորձի համոզի, Լուսինե ջան, եթե թիմը չհամաձայնի, ինքը չպետք է միանա, որովհետև դա կդիտի որպես դավաճանություն։ Իր թիմն է իրան ընտրել, ստեղ ես Facebook-ի կոմենտի գրողները չեն ընտրել, հասկանում եք, որ իրանց ենթարկվի, իրանց ասած անի։ Իր թիմը իրան ընտրել է ու միգուցե պահանջում է թիմը պահանջում է, որ չմիանաս Վարդան Ղուկասյանին, որտեղ իրանց մեջ մարդ ա մեռը, իրանց մեջի հարցերի մեջ մարդ ա մեռը, բայց դու դե թմին հաշվի չառես հետաս միանաս, թիմը չի ասի մենք այդ ձանենք թե որ դետաս մեր թշնամուն ուժեղացնես, որ գա մեզնից մեկին էլի սպանի, օրինակ էլի հասկանում եք Լուսինե ջան, այդ սպանությունների բանի թշնամությունների մեջ ես ամեն ինչ կանեմ, որ ոչ մի լավ տղա այդ թշնամի չնի ու մարդ չմեռնի ու նոր մարդ էլի չմեռնի, որտեղ արունա բերելու։ Այն նա sense խոսք ասում բրատվա не стреляйте друг друга, չէ՞։ Вам нечего в жизни делить։ Ասենք խի խփեն լավ տղեկ իրար, էլի հասկանում եք, ես միշտ իմ սաղ կյանքում ամեն ինչ արել եմ, այդտեղ էլ ամեն ինչ կուզեմ անեմ, որ բարեշեն իրանք, որտեղ երկու կողմն լավ տղեկ են, անկախ ասենք Վարդան Ղուկասյան այսօրվա իր սխալ դիրքորոշումից, բայց ինքը ուժեղ տղա է եղել, հասկանում եք, ես իր անցյալը հարգել եմ, Մարտունը կարգին տղա է, չեմ ցանկանա, որ տես տղեկի մեջ թշնամություն լինի։